Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սա հատկապես քաղաքի սխեմատիկ պատկերն է գլխահատկագծի, որտեղ նկարագրված են փուլերը, ինչպես գիտեք լինելու են երկու մեծ փուլով, բայց առաջին փուլը իր հերթին բաժանվելու է փուլ 1.1-ի եւ 1.2-ի։ Առաջին փուլով պետք է կենտրոնանանք տարածքի արևելյան հատվածի վրա։ Ունենք նաև պատմության զորամասության օբյեկտներ, այս գծերով կարող եք տեսնել, երկգծերով, սա իրենց ներկայացնում է բնակատերի, իսկ այս մյուսները դամբարադաշտեր են, սրանք հայտնաբերվել են դեռ սովետական տարիներին, բայց տեղումներ չեն իրականացվել, այդ պատճառով հիմա են այդ տեղումները իրականացվում, որպեսզի պարզ դառնա, թե ինչի հետ գործում ենք։ Մաքրման աշխատանքները ևս բաժանել են փուլերի, առաջի փուլով կարմիրով նշված հատվածից մաքրում եւ արդեն աշխատանքները իրականացում են։ Այստեղ ևս պատկերված է գլխավոր հատվածը եւ ինչպես տեսնեք կան լանդշաֆտի տեսանկյունից տարբեր ֆունկցիոնալ հատվածներ։ Ունենք կլաստերային բակեր, ունենք մշակութային բակ, ունենք սպորտային բակ։ Հաջորդ սլայդում կարող եք տեսնել տեսակները, թե ինչպիսի լանդշաֆտային տեսակներ ենք ունենալու, օրինակ ունենալու ենք քարքարոտ հատված, ունենալու ենք քիչ խնանք պահանջող լանդշաֆտի տարածք, այսինքն այդպիսի բազմազանություններ ենք ապահովելու։ Բազմը տարածքի արկա մաքրման ենթակա օբյեկտների կեսը, դրանք չտարբերակված են։ Ուզում է շինարական աղբեր, բայց իրականում այնտեղ կան նաև կենցաղային տոկակներ եւ այլն, այսինքն ռեկուլտիվացման ենթակա չեն, բայց կարծրատիպ տարածքները պետք է մաքրել։ Այնուամենայնիվ ինչն է որ պարտադիր պետք է տեղափոխվի, ինչն է որ կարող ենք տեղում որևէ բանի համար օգտագործել։ Հողաթմբերը եւ քարակույտերը նույնն են։ Որտեղ անպայման պետք է առանձնացվի չտարբերակված շինախտը, որը գործնականում այդ առանձնացված աղբ կոչված 50%-ական, այսինքն չտարբերակված շինախ պետք է այդտեղից մաքրել։ Անվադողերը, մետաղի ջանքերները դրանք պետք է մաքրել։ Այս տարածքից պետք է տանենք ուրիշ տարածք, իսկ գիտենք որ պետք է տանենք։ Վայնանակի մասը աշտարակի։ Այս վայնում մենք փուլ 1-ը մոտ 10,000 տոննա մետր աղբի մասին է խոսքը, որը 2.7 հեկտար տարածք է ստացվում, այսինքն տարածքը ունեցա։ Այդ ծավալի աղբը հիմա տեղափոխում ենք, այդ ծավալի աղբ մոտակա աղբավայրը, որը աշտարակին է, այդ ծավալի աղբը վիճակի է դնել, այսինքն օրական մոտ 500 տոննա կարողանում ընդունել։ Պետք է հասկանալ, որ դա մի գործողությունով չի մնալու կանգնացնել, պետք է աշխատել, շարունակական աշխատել։ Այս ժամանակաշրջանի հնավայր փաստորեն ոչ թե ժամանակը իմաստում, այլ որ ճարտարապետությունը։ Այսինքն նախակերամիկական նեոլիթի առաջի հնավայրն է, որ մեկ էստեղ պասարվել է։ Շատ է։ Սա կազմական պատի առաջին մեծ է։ Այս է փաստը դա։ Բայց չի, ծստակի եմ ասում։ Երևի սնունդը որ ցույց է տալիս մարդը լսել այո, տաշել է գծել։ Այսինքն այդ բաները այս առաջին շերտից է գտնվել։ Չէ, հիմնական բաները գտնվել է երկրորդ շերտից։ Հաջողություն։ Հաջողություն։